Ուրեմն հարգելներս, ես մի հատ էլ հանրաճանաչ այսպես միստիկ մոգի քարտեզ եմ ստացել, ինձ YouTube-ում խնդրել էին, որ նայեի Ռուդոլֆ Շտայների մոգական միստիկ բնածին ուժը, շատ այսպես խոսուն քարտեզ է եւ իրական միստիկի քարտեզ է, այստեղ շինծու կամ դերասանական ոչ մի բան չկա։ Հիմա ասեմ Ռուդոլֆ Շտայները 9-րդ տուն այրուծում, սա հոգևոր հեղինակությունների, փիլիսոփայության եւ բարձրագույն ճշմարտության տուն է, քանի որ Շտայները հանդես է գալիս որպես հոգևոր ուսուցիչ, նրա ուժը նկարագրում է հենց 9-րդ տան մեջ։ Արևի եւ Յուպիտերի միացումը սա քարտեզի գլխավոր հաստատումն է։ Յուպիտերը մեծացնում, ընդլայնում է ամեն ինչ, իսկ արևը խորհրդանշում է աստվածային կայծը, անհատականության ուժը, հոգու լույսը։ Առյուծի հրային ուրեմն նշանում այս միացումը փաստում է, որ բնածին միստիկ ուժը եղել է բացառիկ, հզոր, ստեղծագործ եւ առաջնորդի։ Ուրեմն մտքի եւ ինտուիցիայի կապը քարտեզում բացի արև Յուպիտեր, ուրեմն Մարսից դեպի 9-րդ տուն գնում են կապույտ գծեր, սեքստիլ ասպեկտ, սա նշանակում է, որ Շտայների էներգիան եւ այստեղ Նեպտունը գտնվում է 5-րդ տանը, էլի ունի ուժեղ ասպեկտներ 9-րդ տան հետ, պատասխանատու է կլանատեսության, հոգևոր տեսողության եւ տիեզերական ալիքների միանալու համար։ Այն, որ Նեպտունը ակտիվ է, հաստատում է, որ խոսողը ոչ թե պարզապես տեսական գիտելիքի, այլ իրական միստիկ, բնածին զգացողություն ունեցողի մասին է։ Վեներան 10-րդ տանը գտնվում է կույսում, կույսը այնպես մանրակրկիտ դետալները ուսումնասիրող, հա, եւ այս դիրքը իր աշխարհին երևալու նշանն է։ Սա ցույց է տալիս, որ Շտայներն իր միստիկ ուժը կարողացել է վերածել կոնկրետ համակարգի, ուրեմն անթրոպոսոֆիա, վալդորֆյան մանկավարժություն, բիոդինամիկ գյուղատնտեսություն, այն հասանելի դարձնելով մարդկությանը։ Ուրեմն որտեղից է գալիս այս մարդու բնածին միստիկ ուժը, արևի եւ Յուպիտերի հզոր միացությունը 9-րդ տանը, սա ցույց է տալիս, որ նրա միստիկ ուժը բնածին է եւ տրված է աստվածների կողմից, որպես հոգևոր բարձր առաքելություն։ Նա ծնվել է որպես հոգևոր առաջնորդ, առյուծի նշանը եւ Յուպիտերը միասին իրեն բերում են արքայական դիրք։ Նրա էներգիան եղել է տեսանելի, վառ եւ ընդլայնվող, ինչը նրան թույլ է տվել ստեղծել սեփական մեծ ուսմունք եւ դառնալ հանրահայտ, ինչպես յուրաքանչյուր միստիկ եւ մոգ, Շտայների կյանքն էլ այսպես հարթ չի եղել եւ քարտեզում պարզ երևում է Սատուրնի դիրքից հետապնդումներ եւ արտաքին արգելքներ։ Սատուրնը եղել է ձկներում։ Սատուրնը խորհրդանշում է իշխանությունները, պետական համակարգը եւ ճնշումները։ Սա ցույց է տալիս, որ նրա գործողությունները հանդիպել են մեծ դիմադրության, քննադատության եւ արգելքների, հասարակության եւ պաշտոնական ուրեմն մարդկանց կողմից։ Նա պատմությունն էլ է հաստատում, հա, որ նրա հանդեպ եղել են հարձակումներ, իսկ նրա կառուցած ուրեմն Գյոթե անումը հրդեհվել է։ Գաղտնի թշնամիներ եւ դավադրություններ 8-րդ տան Մարսի լարվածությունը, իմ քարտեզում էլ էսի նույն ձև է բերում, գաղտնի թշնամիներ, ուրեմն մահ գաղտնի հարվածներ եւ 9-րդ տան նրա հոգեվոր գործողությունները եւ թշնամիները ունեն կապ իրար հետ, այսինքն իր աշխատանքի բնույթից է ինքը այդ թշնամիները ունեցել է չարախոսներ, նախանձողներ,
իրա վրա քար շպրտողներ։ Սա նշանակում է, որ նրա միստիկ ուժը հաջողությունը առաջացել է թաքնված ագրեսիվ թշնամության ժամանակ։ Ինչքան շատ են թշնամիները, այդքան ուժեղ են այս մարդիկ։ Ու այդքան ավելի հանրահայտ են դառնում, որովհետև իրանք մոտիվացվում են։ Սա ուղղակիորեն մատնանշում է նրա կյանքի սպառնացող ռիսկերը, դավադրություններ եւ նույնիսկ թունավորման վարկածը, որը կապվում է նրա մահվան հետ։ Հոգեկան գերծանրաբեռնվածություն եւ իլյուզիաների վտանգ, Նեպտունի լարվածությունը։ Նեպտունի հետ կապված լարվածությունը ցույց է տալիս, որ այդպիսի հզոր տեղեկատվական միստիկ ալիքների միացած լինելը նրանից խլել է հսկայական էներգիա։ Նա ստիպված է եղել անդադ պայքարել սեփական հոգեկան աշխարհի կայունությունը պահելու համար, որպեսզի բարձրագույն տեսիլքները չշփոթեն պատրանքների հետ։ Այսինքն ինքը չկտրվի իրականությունից։ Ինչպես է նա ախտարել այս վտանգները։ Ասում են երրորդ աչք, երրորդ աչք, երրորդ աչք։ Իմ երրորդ աչքը բաց է։ Յա լուրջ եք ասում, բայց վտանգները հաշվի առնում եք։ Շտայների հիմնական ուրեմն պաշտպանական մեխանիզմները եղել են նա միստիկ տեսիլքներն ու հոգևոր ուժը չի թողել վերացական մակարդակում։ Նա դրանք վերածել է կոնկրետ գիտականորեն հիմնավորված համակարգի։ Կույսի հատկանիշներն են մանրակրկտություն եւ ճշգրտություն։ Նա օգնել է նրան կառավարել գործնական մոդելներ, որոնց միջև օրս աշխատում են եւ պաշտպանել են նրա անունը ժամանակի ընթացքում։ Ուրեմն կարծում եմ, որ Շտայների թողած գիտելիքը, գիտությունը, բժշկությունը այս ամեն ինչը հավերժ լինելու է աշխարհի վրա, որովհետեւ ինքը շատ հզոր ներդրում է ունեցել։ Ուրեմն Ռուդոլֆ Շտայների մահվան պաշտոնական պատճառը եղել է մարսողական համակարգի քրոնիկ հիվանդությունը, ստամոքսի խոց կամ քաղցկեղ եւ ընդհանուր հյուծվածությունը, սակայն նրա մահվան շուրջ մինչև օրս առկա է թունավորումից առաջացած ուժեղ վնասվածքը։ Երբ որ մենք նայում ենք հորար քարտեզը, երկրորդ վարկածը դառնում է իրական։ Ովքեր են նրա թշնամիները ու հակառակորդները։ Քարտեզում թշնամիները բացահայտ հարձակումների երևում է մի քանի առանցքով։ 7-րդ տան երկվորյակներում եւ ցուլում, 8-րդ տան նաեւ Մարսը։ 7-րդ տունը բարձահայտ հակառակորդները, ում ինքը ճանաչել է, գուցե նախկինում ընկերներ են եղել, հետո այսպես մեջքից հարվածել են, իսկ 8-րդ տունը նրանցից գալող մահացու վտանգը։ Նրա հիմնական թշնամիները եղել են ծայրահեղական քաղաքական ուժեր, Գերմանիայում նացիոնալ սոցիալիստների նախագծեր, ովքեր Շտայներին համարում էին վտանգավոր հոգևոր հակառակորդ, ինչպես նաև եկեղեցիական որոշ հետադիմական շրջաններ։ Երկվորյակների նշանը տեղեկատվական պատերազմ, հուշում է, որ նրա դեմ գործել են հզոր զրպարտության, սև PR-ի մեդիա հարձակումների մեխանիզմ, որը նպատակ է ունեցել ոչնչացնել Շտայների հեղինակությունը։ Մահվան բուն պատճառը ըստ քարտեզի փաստերի։ Քարտեզում մահվան տունը 8-րդ տունն է, գտնվում է Մարսի ազդեցության տակ, որը ստանում է լարված քառակուսի ասպեկտներ 5-րդ տան մոլորակներից։ Թունավորման վարկածը ուրեմն Նեպտուն-Մարս։ Աստղաբանության մեջ Նեպտունը պատասխանատու է քիմիական նյութերի, թույների, գաղտնի դավադրությունների եւ անախտանիշ հիվանդությունների համար։ Նեպտունի լարված դիրքը քարտեզում ուղղակիորեն սնվում է այն պատմական վարկածից, որ 1924 թվականին հունվարի Շտայներին գաղտնի թունավորել են ենթադրաբար թեյի միջոցով եւ դա արել են իր հակառակորդները։ Մարսողական համակարգի քայքայում, կույսի եւ ցուլի ազդեցությունը։ Քարտեզում նյութական մարմնի եւ առողջության կառավարիչները գտնվում են կույս եւ ցուլ նշաններում, որոնք աստղաբանության մեջ ղեկավարում են ստամոքսն ու աղիքային համակարգը։ Թունավորումից կամ ծայրահեղ հոգեկան տրավմայից հետո ստամոքսը հրաժարվել է սնունդ ընդունել։ Կյանքի վերջին 6 ամիսներին նա կտրուկ նիհարել է եւ մահացել է օրգանիզմի լիակատար հյուծումից։ Այնպեսի բան են խմացրել, որ ստամոքս աղիքների համակարգը քայքայել են։ Հոգեբանական հարվածը որպես մահվան կատալիզատոր, քարտեզում Սատուրնի
ռետրոգրադ բացական դիրքը ցույց է տալիս, որ նրա մահվան պատճառներից մեկը եղել է նաև հոգեկան ուրեմն խորը տրավման։ 1922-23 թվականների ամանորի գիշերը թշնամիների կողմից նրա կառուցված հոգևոր կենտրոնի առաջին ուրեմն Գյոթեանա ուրեմն ու ինչ է տեղի ունեցել, սպասեք մի վարքյան, 1922-ից 23 թվականի նոր տարվա գիշերը հենց իր պատրաստած ուրեմն առաջին Գյոթե անվի հրդեհումն է տեղի ունեցել, որի մեջ նա դրել էր իր ամբողջ կյանքի էներգիան, կոտրեց նրա ֆիզիկական դիմադրողականությունը, քարտեզի ուրեմն Սատուրնը հենց այդ կորստի եւ ավերվածության ծանր քարն է, որը նա գրում էր իր հոգում։ Մահը ուրեմն վրա է հասել ըստ հորար քարտեզի Ստամոքսի մարսողության խորը խանգարման հյուծման հետևանքով, բայց դրա թաքնված պատճառները եղել են թունավորումները։ Ես չգիտեմ մի անգամ է դա տեղի ունեցել, թե մի քանի անգամ է տեղի ունեցել։ Երբ որ մենք նայում ենք իր թողած գործերը, օրինակ Վալդորֆյան դպրոցներ, բիոդինամիկա, ապագայի վերաբերյալ, հիմնականում միտումները բաժանում են 3 կարևոր փուլի՝ գաղափարների անմահություն, արև Յուպիտեր 9-րդ տանը, քանի որ նրա ուսմունքի հիմքը գտնվում է 9-րդ տանը բարձրագույն գիտելիք կառավարում, երբեք չեն մոռացվելու։ Դարեր էլ անցնի, այս մարդու թողածը մնալու է։ Վեներան կույսում 10-րդ տանը գործնական վերածնունդ է ցույց տալի։ Կույս նշանը հուշում է, որ Շտայների գաղափարները ապագայում ավելի ու ավելի մեծ գործնական կիրառություն են ստանալու։ Մարդիկ դիմելու են այդ մեթոդներին, էկոլոգիական ճգնաժամեր, կրթական համակարգի փոփոխությունների, բժշկության նոր մոտեցումների ժամանակ օգտվելու են իր թողած գիտելիքից։ Այստեղ Պլուտոնը ջրհոսում 3-րդ տանը հետընթաց դիրքով է, եւ այդ դիրքը նշանակում է, որ պատասխանատու է ապագայի նոր տեխնոլոգիաների եւ կոլեկտիվ գիտակցության համար։ Այս ամեն ինչը ցույց է տալիս, որ ժառանգությունը ենթարկվելու է տրանսֆորմացիայի, հնարավոր է նոր դարաշրջանում նրա միստիկ գաղափարները վերաձևակերպվեն, միավորվեն ժամանակակից գիտության հետ, ինչը նոր շունչ կտա նրա ուսմունքին, ու կարող է վերցնեն կորիզը իր թողած գիտելիքի, դրա վրա կառուցեն մի հետաքրքիր այսպես մարդկությանը պետքական բան, բայց ռիսկեր կան, այստեղ ապագայում լարվածություն է ցույց տալիս քարտեզը, որ արգելքներ լինելու են։ Սա Նեպտունի լարվածության մասին է խոսում։ Մի մասը կարող է գնալ ծայրահեղությունների եւ չուզենա, որ իր գիտությունից այսպես ինչ որ բան ստեղծեն։ Սատուրնը այստեղ դանդաղեցնում է այդ ընթացքը նաեւ։ Նայեք, եթե նայում ենք իր նատալ կարտը, ասինդենտը կշերքում է կամ կարիճի, ուրեմն այս կշերքի ավարտ, կարիճի սկիզբ։ Այսինքն կշերքի վերջին աստիճան, կարիճի սկիզբը։ Արևը ջրհոսում նորարար ու գուշակ։ Ջրհոսը պատասխանատու է ապագայի, ուրեմն տիեզերական գիտակցության, հումանիզմի եւ հեղափոխական գաղափարների համար։ Սա է պատճառը, որ Շտայներն իր ժամանակից տասնամյակներ առաջ էր անցել եւ նրա ստեղծած համակարգը, օրինակ բիոդինամիկան, էկոլոգիական գյուղատնտեսությունը եւ Վալդորֆյան կրթությունը բնորոշ են հենց ջրհոսի տիեզերական ու բարեփոխիչ էներգիաների։ Լուսինը եւ Սատուրնը այրուծում,
Նրա նատալ քարտեզում Լուսինը գտնվում է առյուծի նշանում եւ միացած է Սատուրնին։ Տալիս է ինչ հզոր կրակ, ստեղծագործական մեծ ներուժ, հոգևոր առաջնորդ լինելու այսպես ձգտում եւ միսիա փակագծերում գրենք։ Սատուրնի միացումը Լուսնին հուշում է, որ նրա հուզական աշխարհը եւ հոգեկան տեսողությունը եղել է ծայրահեղ, կարգապահ ու համակարգված։ Մերկուրին եղել է ձկներում։ Էդի գիտեք ոնց է բնածին կլանատեսություն է կոչվում։ Ձկները կենդանակերպի ամենամիստիկ անսահմանափակ եւ հոգեվոր նշան են համարվում, որտեղ մոլորակների դասավորվածությունը իրան օժտել է բացառիկ ինտուիտիվ, պատկերավոր մտածողություն ունեցող էներգիայով։ Մարսը եղել է խոյում, սա իրան ինչ է տվել անկոտրում պայքարողի էներգիա, որովհետև Մարսը եղել է իր հարազատ տանը խոյի նշանում։ Ինչ կարելի ասեմ։ Տեսեք, որտեղ որ բնածին մարդը ունի տաղանդ, քարտեզը ցույց է տալիս իր ծնված ժամանակ նատալ քարտեզի մոլորակների դիրքը կամ հորար քարտեզի տվյալ պահին հարցի պատասխանը, թե ոնց են դասավորվում մոլորակները, տալիս է միստիկի մոլորակների դիրք, հա, այսինքն մարդը բնածին, ոչ թե ինքը կյանքի հասկանում ենք, որ բնածին կա, պետք է աշխատել, որ այդ գերունակությունը բացեն, պետք է սովորեն, այսինքն մարդը միշտ իր վրա աշխատելու կարիք պետք է ունենա, ջանք պետք է ունենա, բայց ասենք ի ծնե տրված է այս մարդուն։ Ինքն էլ կյանքի է կոչել։ Ինչ է թողել մեզ իրականում Շտայները, մարդկային իմաստություն։ Ի տարբերություն շատ միստիկների, նա իր հոգևոր տեսիլքները վերածել է կոնկրետ գիտական եւ գործնական համակարգերի, որոնք ակտիվորեն կիրառվում են աշխարհում այսօր, հենց 2026 թվականին։ Վալդորֆյան մանկավարժությունն է թողել, սա Շտայների ամենատարածված ժառանգությունն է։ Նա ստեղծեց կրթական ուրեմն մի համակարգ, որը կենտրոնանում է ոչ թե երեխայի 4 տեղեկատվությամբ ծանրաբեռնելու, այլ նրա հոգու ստեղծագործական ուրեմն դիրքի անհատականության ներդաշնակ զարգացման վրա։ Այս մանկավարժության շնորհիվ ոչ միայն սովորացնում են, այլ կարողանում են հայտնաբերել երեխայի մոտիկ տաղանդները։ Իդեպ ասեմ, որ Հայաստանում էլ կա։ Բիոդինամիկ օրինակ գյուղատնտեսությունը։ Ինքը առաջիններից էր, ուրեմն, որ օրգանական մաքուր գյուղատնտեսություն, հա, հիմնադրեց։ Սովորեցեց հողին մոտենալ որպես կենդանի օրգանիզմ։ Բիոդինամիկայի մեջ հաշվի են առնում լուսնի եւ մոլորակների փուլերը, օգտագործվում են հատուկ բնական պատրաստուկներ եւ բացառվում է քիմիական ուրեմն պարարտանյութերի կիրառումը, բնական միջոցով են բույսերը աճեցնում։ Այստեղ դեղագործություն եւ բժշկությունը, հիմա կիրառում են այսպես կոսմետիկաների մեջ, դեղագործություն եւ կոսմետիկա։ Տեսեք, բարի միջոցով տեսանելի երգ, տեսանելի խոսք, Էվրիթիմայի միջոցով մարդը մարմնով արտահայտում է հնչյունների եւ երաժշտության նուրբ տիեզերական էներգիա։ Ճարտարապետությունը իրա, ուրեմն Շտայները թողեց նաև օրգանական ճարտարապետության ոճը, որտեղ չկան ուղիղ սառը անկյուններ եւ շենքերը
կրկնում են բնության բնական ուրեմն կորագծերը դրավառ ապացույցներ ուրեմն Շվեյցարիայում գտնվող իր համաշխարհային ուրեմն Գյոթե անումը Ակաշայի քրոնիկան նա մեզ թողեց ավելի քան ուրեմն տպագրված դասախոսություններ, գրքեր, որտեղ մանրամասը նկարագրում է մարդու հոգու կառուցվածքը, մահից հետո կյանքի ընթացքը, վերամարմնավորումը, ռինկարնացիան եւ տիեզերքի գաղտնի պատմությունը, որը նա ընթերցում էր տեղեկատվական բարձրագույն դաշտերից Ակաշայի քրոնիկից։ Տեսեք ինչքան աշխատանք ունի արած այս մարդը, մի ամբողջ ոչ թե գրքեր է թողել, այլ մի ամբողջ գրադարան է թողել, որը եւ ունակությունները բացահայտելու եւ բնական միջոցներով բույսեր մշակելու, կոսմետիկա ստանալու, եւ ռինկարնացիայի մասին, մարդու հիշողության մասին, այսինքն ինքը իր տեսած տեսիլքները գործի է վերածել, ոչ թե խենթացել է, այլ գործի է վերածել։ Եվ այո, իր քարտեզը բնական խաբեության ոչ մի նշույլ չկա, դեռ երկար ժամանակ գնալով ավելի շատ կանցնեն իր թողած գիտելիքին, իր թողած մեթոդին եւ կկիրառեն առօրյա կյանքում, բժշկության մեջ, գյուղատնտեսության մեջ, երեխաների դաստիարակության մեջ, որը կամաց մարդկանց կտանի ոչ թե դեգրադացման, այլ էվոլյուցիայի։ Շնորհակալ եմ հարցի համար, սիրով պատասխանեցի ես ձեր հարցին, սիրում եմ այսպես ծանր, դժվար գիտական հարցեր, շատ։ Թող աշխարհում շատ ծնվեն այս տեսակ մարդիկ։